նման դիմումը ես շատ վատ եմ գնահատում, ես համարում եմ դա հրավեր պրոքսի պատերազմի։ Այսինքն այսօր Նիկոլ Փաշինյանը իր այդ քայլով հրավիրում է Եվրոպական միությանը եւ Ռուսաստանին կռվել, պատերազմել Հայաստանում։ Ավելի վատ բան դժվար է պատկերացնել։ Շատ վատ բան է։ Էլի ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը ինքը Իրանից սպառնալիք է ներկայացնում Հայաստանի անվտանգության համար, կայունության համար։ Չի կարելի այդպես բաներ արել։ Բայց մենք հենց այդ ենք ասում։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է դառնա կամուրջ։ Հայաստանը պետք է համագործակցի եւ Եվրոպական միության հետ, եւ Ռուսաստանի հետ։ Խնդրեմ, ներդրումների հրավիրման շուրջ թող բանակցի, բայց ի՞նչ է նշանակում ասել, որ արի մեզ բանա օգնի բանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի դեմ կռվենք։ Ուր է այդ հիբրիդային պատերազմը։ Կարան մի հատ ասեն, ուր է։ Իսկ կարող է մի քիչ Նիկոլը ինքը այդ հնարել է այդ հիբրիդային պատերազմը իր իշխանությունը պահելու նպատակով։ Կարող է ինքն է այդ ռազմավարությունը մտածել, ասելով, որ ու եվրոպացիներին դիմելով հայերի անունից, ասելով, որ գիտեք ինչ, ով ինձ հետ է, դա անկախության պաշտպանն է, իսկ ով ինձ հետ չի, կամ իմ ընդդիմախոսն է, նա Ռուսաստանի Պուտինի FSB-ի ագենտն է։ Շատ հարմար դիրք է, գիտեք, շատ հարմար դիրքորոշում։ Շատ հարմար, բայց հանցագործ։ Դա հանցագործություն է, դա պետական դավաճանությանը ձգող հանցագործություն է։